Ժեստերի լեզու ՀՀ-ում կարգավիճակը, կարևորությունը խուլ անձանց և ներառական հասարակություն ձևավորելու հարցում։ Նախագծի ընթացքում մենք ծանոթացանք խուլերի մշակույթին, իրենց հետ շփման առանձնահատկություններին ու լսողության խնդիրների տարբեր կողմերին։ Այսօր եկեք խոսենք մի թեմայի մասին, որն առանցքային նշանակություն ունի խուլ անձանց կյանքում և ներառական հասարակության ձևավորման գործում։ Ժեստերի լեզուն։ Ինչ է ժեստերի լեզուն և ինչու է այն կարևոր։ Ժեստերի լեզուն լսողության խնդիր ունեցող մարդկանց մայրենի լեզուն է։ Այն ոչ միայն հաղորդակցության միջոց է, այլև զգացմունքների լեզու, թույլ տալով մարդկանց լիարժեք արտահայտել իրենց մտքերը, զգացմունքներն ու հույզերը։ Լայնորեն կիրառվում է խուլ, թույլ լսող մարդկանց կողմից, ինչպես նաև խուլերի հարազատների ու ընկերների կողմից, որպես շփման միջոց։ Այն իր տեսակով օտար լեզու է, լիարժեք լեզվական համակարգով, որն ունի իր քերականությունը, բառապաշարը և կառուցվածքը։ Յուրաքանչյուր ազգ ունի իր ժեստերի լեզուն, յուրահատուկ մշակութային և լեզվամտածողական տարրերով։ Ժեստերի լեզվի քերականությունը նույնպես բարդ է, տարբերվում է բանավոր խոսքից։ Օրինակ, մի բառը կարող է ունենալ 7 կամ ավելի տարբեր ժեստեր, կախված նախադասության մեջ այդ բառի իմաստից։ Ժեստերի լեզվում կենտրոնական դեր ունի նաև դիմախաղը, որը փոխարինում է բանավոր խոսքի ձայնային արտահայտումներին և փոխանցում է զգացմունքները, ասելիքը դարձնելով արտահայտիչ և հստակեցված։ Որն է ժեստերի լեզվի կարգավիճակը Հայաստանի Հանրապետությունում։ Բազմաթիվ երկրներ պետականորեն ճանաչել են ժեստերի լեզուն, այն ներառելով կրթական ծրագրերում, հանրային հաղորդակցման միջոցներում և օրենսդրական դաշտում։ Հայաստանում այն պետականորեն ճանաչված չէ։ Այս փաստը բացասաբար է անդրադառնում խուլ մարդկանց կյանքի, որակի, կրթության, աշխատանքի և հասարակական ներառման վրա։ Ժեստերի լեզուն դպրոցներում չի դասավանդվում, իսկ դրա կիրառմամբ նախագծերը դեռևս շատ սակավաթիվ են։ Սակայն հենց ժեստերի լեզուն կարող է դառնալ այն կենդանի կամուրջը, որը կապում է լսողության խնդիր ունեցող անձանց լսող հանրության հետ։ Ինչ անել։ Սովորեցնել ու տարածել ժեստերի լեզուն։ Կազմակերպել ներառական միջոցառումներ ու նախագծեր։ Ոգեշնչել լսող անձանց սովորել ժեստերի լեզուն, ծանոթանալու խուլերի աշխարհին և մշակույթին։ Եվ միշտ պետք է հիշել. խուլ մարդը չի կարող խոսել ձայնով, բայց լսող մարդը կարող է սովորել ժեստերի լեզուն և դրանով դարձնել աշխարհն ավելի ներառական և բարի։